Մայրաթոր Սուրբ Էջմիածին արձագանքել է իշխանությունների վերջին քայլերին, մերժելի համարելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ դրույթների ընդգրկումը։ Միաժամանակ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը խիստ գնահատականներ է հնչեցրել իշխանությունների հասցեին, հայտարարելով, որ վերջիններս վարչապետի անմիջական ցուցումով թիրախավորել են հայ եկեղեցին։ Սրբազանի խոսքով երկիրն ապրում է ծանր ու վտանգավոր ժամանակներ, երբ իրականացվում է կանխամտածված արշավ ազգային արժեքների դեմ։ Նա դատապարտել է բոլորային նախաձեռնությունները, որոնք հարվածում են հայկական ինքնության հիմքերին։ Մտահոգ, ծանր ու վտանգավոր օրեր ենք ապրում։ Քանզի Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Գործադրում մեղադրանքներ ու բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։ Միթե հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հանցավոր ու դատապարտելի չէ։ Քրեական հետապնդում հարուցելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում չէ։ Միթե շինծու կեղծ մեղադրանքների հիման վրա հոգևորականներին ու եկեղեցուն աջակցող ազգային բարերարին ու հայրենասեր հայրենիներին ձերբակալելը անօրինություն չէ։ Միթե Արցախի հայաթափումը, եկեղեցիների բռնազավթումը, եկեղեցական կանոնների ոտնահարումը հայրենադավություն ու հավատուրացություն չէ։ Միթե ազատանկախ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր էր պատկերացնել, որ մի օր հրաժարվենք մեր ազգային ինքնության խորհրդանիշներից, ցեղասպանության պահանջատիրությունից։ Մենք խստագույնս դատապարտում ենք հայ ինքնության դեմ ազգակործանայս գործողությունները։ Դրանք հակաօրինական, հակաեկեղեցական, քաղաքական ուժի դրսևորումներ են եւ ունեն հատուկ նպատակ։ Ոտնակող անել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված հայ եկեղեցու ինքնավարության իրավունքը եւ խաթարել նրա բնականոն գործունեությունը, պառակտել ու մոլորեցնել հայ հասարակությանը, նսեմացնել ազգային արժանապատվությունը, ոտնահարել աշխարհասփյուր միլիոնավոր հայրենիների կրոնական զգացումները, կործանել դարավոր այն կառույցը, որ եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը եւ հայոց ինքնության երաշխիքը։ Մեր կոչն ու հորդորը ձեզ, քանզի հասել է այն ժամը, երբ եկեղեցու շուրջ համախմբված, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, պիտի ցույց տանք մեր ազգային հավաքական կամքն ու ոգին, հավատքի աղտական ուժը, մեր աներեր հավատարմությունն ու սերը Սուրբ Էջմիածնին, հանուն ուժեղ Հայաստանի, հանուն հոգևոր հզոր հայրենիքի, հանուն հայոց պետականության անսասանության։ Վստահ եմ, Տիրոջ օգնականությամբ առավել զորացած կհաղթահարենք այս փորձությունները։ Եվ թող ալեկոծյալ այս աշխարհում եւ մեր հայրենիքում ճշմարտությունը եւ ողորմությունը հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն։ Ազգային ժողովի արտահերթ նիստում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջարկած ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ 66 կողմ 16 դեմ 0 ձեռնպահ ձայներով։ Օրինագծին կողմ են քվեարկել միայն ՔՊԱ-կան պատգամավորները։ Ըստ նախաձեռնության դաշինքների անվանումներում այլևս չեն կարող ներառվել անձնական կամ պետական մարմինների անուններ։ Իշխող ուժի ներկայացուցիչները փոփոխությունը հիմնավորում են տեխնիկական անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմությունն այն որակում է հակաիրավական։ Դիտորդների գնահատմամբ նախագիծն ուղղված է Սամվել Կարապետյանի գլխավորած Հզոր Հայաստան դաշինքի դեմ։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում է ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնների փոփոխությունն անթույլատրելի է։
Սույն թվականի հունիսի 7-ին նախատեսված են ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ նաեւ նախքան այդ ընտրությունները պետք են ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել ըստ էության երկու կոմպոնենտ ունի այդ նախագիծը մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին Կապ չունի թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել տեխնիկական ենք նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ եւ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի լուրջ եք ասում ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում որը սահմանափակում է եւ արգելում է դա անել լուրջ Այստեղ չի կարող դե լրջությունը ու դուք պարոն Հակոբյան այդքան էլ համեմատելի չեն Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է Ուստի պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրան օրակարգին ընդգրկվելուն, օրակարգին բուն եւ թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Ազգային ժողովում ընդունվելու դեպքում այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100% սուբսիդավորմամբ։ Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 միլիոն դրամ հիփոթեկային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 միլիոն դրամ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում ապրիլի 10-ից 12-ը Բաքվում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հաջորդ կլոր սեղանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումները։ Առանձին նիստեր կնվիրվեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը եւ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։ Մասնակիցների կազմերը կարծես անփոփոխ են։ Հայկական կողմից մասնակցում են Արեգ Փոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Ստեփան Գրիգորյանը եւ ուրիշներ։ Շիրակի մարզի աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 6 քաղաքացիներից 4-ը նույն ընտանիքի անդամներ են Ջրարատ գյուղից։ Գյուղապետ Սևակ Խաչատրյանի փոխանցմամբ մահացածների թվում են 31-ամյա երիտասարդը, նրա մայրը, կինը եւ երեխաները։ Ըստ նախնական տվյալների BMW եւ Opel Magnishi մեքենաները բախվել են դեմ դիմաց, ինչից հետո BMW-ն գլորվել է ձորը։ Վթարից հետո հոսպիտալացված 5 երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս 3-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Մյուս տուժածների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կամ ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։